Հարգելի նախագահողներ, հարգելի պատգամավորներ եւ հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Ձեզ եմ ներկայացնում Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում ծրագրի 2025 թվականի բյուջեի նախագիծը։ Ծրագրի նպատակն է դատական իշխանության անկախության երաշխավորումը, բնականոն գործունեության եւ դատական պաշտպանության իրավունքի ապահովումը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 24 միջոցառումներ, ուղղված Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական իշխանության անկախության երաշխավորման ուղղված միջոցառումների իրականացմանը, ՀՀ դատարանների կողմից դատական պաշտպանության իրավունքի ապահովմանը, Բարձրագույն դատական խորհրդի տեխնիկական հագեցվածության բարելավմանը, տրանսպորտային միջոցներով ապահովվածությանը եւ դատարանների շենքային պայմանների բարելավմանը։ Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների 25 թվականի պետական բյուջեի նախագիծ ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման կազմում է շուրջ 17.3 միլիարդ դրամ։ Հարկ եմ համարում նշել, որ 2025 թվականի բյուջետային հայտով դատական իշխանության կողմից ներկայացվել էր շուրջ 19.1 միլիարդ դրամի ֆինանսավորման հայտ, շուրջ 39 միլիոն դրամով պակաս 2024 թվականի հաստատված բյուջեից։ Սակայն կառավարության կողմից հաստատված նախագիծը 2024 թվականի հաստատված բյուջեից եւ 2025 թվականի բյուջետային հայտից պակաս է շուրջ 1.8 միլիարդ դրամով կամ 9.6%-ով, որից ոչ ֆինանսական ակտիվների գծով կապիտալ ծախսերը նվազել են 299 միլիոն դրամով կամ 39.5%-ով, որից վարչական սարքավորումներ հոդվածի գծով 31 միլիոն դրամ, տրանսպորտային սարքավորումներ հոդվածի գծով 268 միլիոն դրամ։ Ընթացիկ ծախսերն առանց աշխատանքի վարձատրության ուղղվող գումարների հայտի նկատմամբ նվազել են 716.2 միլիոն դրամով կամ 25.7%-ով, որից միայն կապի ծառայությունների գծով, որի գերակշիռ մասը կազմում են փոստային ծառայությունների ձեռնբերման գծով ծախսերը, նվազեցումը կազմում է 574.6 միլիոն դրամ կամ 45.2%, ինչը էլեկտրոնային ծանոթությունների միասնական հարթակի բացակայության պայմաններում 2025 թվականին կհանգեցնի դատական համակարգի բնականոն գործունեության խաթարմանը։ Ուստի անհրաժեշտ կլինի փոստային ծառայությունների կրճատված մասը վերականգնել, քանի դեռ կառավարության կողմից հանրապետությունում չի ներդրվել փոստային ծառայություններին այլընտրանք հանդիսացող ծանոթությունների էլեկտրոնային համակարգ։ Կառավարության որտեղ գրած քաղաքականությունից ելնելով ֆինանսների նախարարության կողմից 2025 թվականի դատական իշխանության բյուջեի նախագիծը ներկայացվել է 2025-2027 թվականների հաստատված ՄԺՑ-ի նկատմամբ առավելագույնը 4% նվազեցումով, ի տարբերություն այլ պետական մարմինների, որոնց բյուջեն կրճատվել է մինչև 4%, իսկ ուժային եւ տեսչական մարմինների դեպքում բյուջեն ընդհանրապես չի նվազել, որոշ դեպքերում նույնիսկ ավելացել։ Չնայած այն հանգամանքին, որ դատական համակարգն է երկրում արդարադատություն իրականացնող մարմինը։ Արդյունքում աշխատանքի վարձատրության ուղղվող գումարներն ընդհանուր առմամբ նվազել են շուրջ 750 միլիոն դրամով կամ միջինում 4.9%-ով, որի պարագայում հաստիքային միավորների ամբողջական համալրվածության դեպքում հնարավոր չի լինի ապահովել աշխատակիցների սոցիալական երաշխիքը, ինչն էլ կհանգեցնի դատական համակարգի բնականոն գործունեության խաթարմանը։ Դատական համակարգի առջև ծառացած լրջագույն ու օրհասական խնդիր է ծառայության գերավչության բարձրացումը, դատական համակարգի որակյալ եւ փորձառու կադրերով համալրումը, ինչպես նաեւ կադրերի հոսունության նկատվող աճի զսպումը միայն վերջին 2 տարիների ընթացքում շուրջ 2600 հաստիկակազմի պայմաններում մոտ 1100 անձ իր դիմումի համաձայն ազատվել է դատական համակարգում իր զբաղեցրած պաշտոնից։
որը հետևանք է գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում անհամաչափ ցածր, ոչ մրցունակ վարձատրության։ Նման հոսունության պայմաններում չի կիրառվել նաև պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով նախատեսված դատական համակարգի մասնագետ աշտակիցների հիմնական աշխատավարձի չափը բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի և դրա առավելագույնը 10%-ը չգերազանցող հանրագումարի չափով սահմանելու վերաբերյալ դրույթը։ Հատկանշական է նաև, որ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը համապատասխանաբար սահմանվում են վերջիններիս աշխատակազմի ղեկավարները և թվարկված մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատկի և այդ աշխատողների թվի արտադրյալով։ Այս կարգավորման շրջանակներում ևս դատական իշխանությունը ներառված չէ։ 2025-27 թվականներին հաստատված ՄԺՑ-ի նկատմամբ 4% նվազեցումով 2025 թվականի բյուջետային հայտ ներկայացնելու կառավարության առաջարկությունը քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի նիստում, ինչի արդյունքում կայացվել է նշված առաջարկի մերժման վերաբերյալ արձանագրային որոշում և ներկայացվել լիազոր մարմնին, ինչպես նաև դատական իշխանությունը բազմիցս բարձրաձայնել է խնդրի մասին, սակայն 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը կառավարության կողմից հաստատվել և Ազգային ժողով է ներկայացվել առանց Բարձրագույն դատական խորհրդի արձանագրային որոշումը հաշվի առնելու 4% նվազեցումով։ Հաշվի առնելով վերօրյալը, ինչպես նաև այն, որ դատական համակարգի տարեկան բյուջեի ընթացիկ ծախսերի գերակշիռ մասը շուրջ 87%-ը կազմում են աշխատանքի վարձատրության գծով ծախսերը, ուստի առաջարկվող բյուջետային ծախսերի նվազեցումը կհանգեցնի դատական համակարգի բնականոն գործունեության խաթարմանը, քանի որ այն ուղղակի ազդեցություն է ունենալու դատական համակարգի աշտակիցների սոցիալական երաշխիքների վրա և առաջարկվում է վերականգնել դատական համակարգի համար 2025 թվականի պետական բյուջեի նախագծով աշխատանքի վարձատրության ուղղվող դրամական միջոցների նվազեցված մասը։ Առաջարկվում է նաև վերականգնել փոստային ծառայությունների կրճատված մասը, քանի դեռ կառավարության կողմից հանրապետությունում չի ներդրվել փոստային ծառայություններին այլընտրանք հանդիսացող ծանոթությունների էլեկտրոնային համակարգ, քանի որ էլեկտրոնային ծանոթությունների միասնական հարթակի բացակայության պայմաններում փոստային ծառայությունների գծով նվազեցված հատկացումը 2025 թվականին կհանգեցնի դատական համակարգի բնականոն գործունեության խաթարման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցեր հիմնական